ամեն անգամ մենք բարբերաբար հանդիպում ենք, երբ որ Արոն Աբրամյանը գալիս է եւ ինքը մեզ ներկայացնում է գործերի ընթացքը, որոնք ընթանում են, որպեսզի մենք տեղյակում ենք ինչ է, ինչ չի, եւ մեզ ուզող հարցերը նույն բարձրացնենք իրար։ Իհարկե մենք չենք հավակնում մյուս նույն գործերով զբաղվողների ինչ-որ հակասական բաներ ասենք, ցանկացած մարդիկ կարող են զբաղվել այդ հարցով, բայց տեսեք մենք բարբերաբար հաշվետվություն ենք տալիս ավակ գործերի մասին, ներկայացնում ենք տեղյակ ենք պահում գործերի ընթացքի ոնց։ Հիմա ես պարզապես մի հատ նախդիմ եմ ձեզ որպես նախ շնորհակալություն որ բոլոր ներկայացրել շնորհակալություն եմ նրանց, որ մոտավորապես 150 հոգի ակնարկել են որ դիալոգ են, բայց գիտեք, ինչ-որ բաներ խանգարում մարդկանց գալուն, դա նորմալ է, մենք գիտենք, որ դա նորմալ է, առօրյա իրենց ֆոքսերը չի թույլատրում, որ իրենք գան, բայց հոգով սրտով մեզ հետ է։ Մենք հավաքվել ենք մի պատմական պահ, երբ Արցախի ժողովրդին առնչվող հիմնարար իրավունքների պաշտպանությունը պետք է տեղափոխել առավել կազմակերպված իրավական միջազգային դաշտ։ Մեր հանդիպման առանցքը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրամյանի կողմից ներկայացվող տեղեկություններ կապված բնիկ արձախահայության շահերի պաշտպանության ընթացիկ միջազգային գործընթացների հետ։ Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է տալիս գնահատել իրավիճակը ոչ միայն ազգային, այլ նաև միջազգային իրավունքի տեսակետից եւ միասին ձևավորել հատուկ գործողությունների ծրագիր։ Մենք պարտավոր ենք հանդես գալ միաձայն, ուժեղ եւ իրավական փաստարկներով զինված ձայնով, որպեսզի Արցախի ժողովուրդը ներկայանա իր իրավադիր պահանջներով, ոչ թե որպես լքված ու անտեսված համայնք։ Այսինքն մենք համայնքի ձևավորումը, որ ես հանդարտ դրա մասին շեշտադրումը անում եմ, խնդիրն անում է, որ մենք համայնքի ուժով աշխարհին հասկացնենք, որ ոչ թե իրենք է մեզ թելադրում, մենք ինչ պիտի անենք, այլ այդ աշխարհին ասել, որ մենք կանք եւ իրենք պարտավոր են մեր շահերը պաշտպանել։ Այս առումով իհարկե մենք զուտ իրավական դաշտում ենք աշխատում, եթե պայմանները հասցնեն նաև այլ դաշտերի, երևի թե այդ հարցերով մենք կզբաղվենք։ Նորից շնորհակալություն, որ ներկա եք այս հանդիպմանը եւ խոսքը ես ուզում եմ տրամադրել պարոն Արմենակ Աբրամյանին եւ ասել ձեզ, որ իր տեղեկատվական այդ ելույթից հետո ձեզ հնարավորություն կտրվի հանդես գալ հարցերով, փոքրիկ ելույթներով 3 րոպեից ոչ ավել։ Շնորհակալություն, որ լսել եք, պարոն Աբրամյան, ձայնիկացություն։ Ես եմ շնորհակալ, ես շնորհակալություն գայտնեմ ձեր մասնակցությամբ, մասնավորապես մեր պատգամավորներուն, որ այսօր ներկա են, մասնավորապես մեր հյուրերուն, որ եկան եւ միացան մեզի, որպեսզի ճիշտ պատկերացնեն այսօրվան Արցախի հայության իրավունքներու վիճակը եւ ընդհանրապես ինչ աշխատանքները եւ գործողությունները կնենք այս իրավունքները պաշտպանելու համար։ Նախ գուզեի, որ միասին ոտքի գայնենք 1 րոպե լրությամբ, վերջը գսեմ ձեզի, ինչու։ Շատ շնորհակալ եմ, պետք է իմանաք, որ մեր Արևելյան լեգիոնի ստեղծումի 109-րդ ամյակն է։ Այս լեգիոնը ինչու համար կանդրադառնամ, շատ երկար չեմ անդրադառնալու, այդ լեգիոնը ստեղծվել է 109 տարի առաջ Ֆրանսիայի կողմեն, բայց մեր դարաձաշրջանում
մեր տարածաշրջանում 4 հատ կարևոր պետություններ կան, ուղղակի որ կսպաղվին մեր հարցերով։ Մեկ հատ պետությունը քիչ առաջացի Ֆրանսիանն է, որ իրեն ովանավորության տակ ստեղծեցինք մեկ հատ լեգիոնը, մուսալեր ժողովուրդը փրկելով Ֆրանսիան պատրաստեց հատ լեգիոնը, որ մինչև 4000 զինվոր ուներ, կամավորներ, կսեինք ան ժամանակ, մասնավորապես այդ լեգիոնը նպատակ ուներ Օսմանյան կայսրության դեմ գրվելու, ստեղծելու համար ազգային բանակը, Արևմտյան Հայաստանի ազգային բանակը եւ թիկուն գայնելու ֆրանսիական, ասենք թե քաղաքականության կամ Ֆրանսիայի դրոշակի տակ գրվելու համար։ Հիմա շատ հետաքրքիր է եւ շատ կարեւոր է։ Ունենք ուրիշ կարևոր պետությունը, որ միշտ թիկուն գայնես մանավանդ Վուդրո Վիլսոնի ժամանակ Ամերիկա Միացյալ Նահանգներն են, որ անոնք 14 կետերով Վիլսոնը արդեն ուժ տվավ, նայեցեք, Վիլսոնը ուժ տվավ մեր ինքնավորոշման իրավունքի 14 կետերով։ Ունին կարևոր պետությունը Ռուսաստանն է, որ ինքը ուղղակի ցևով ջանցավ Թաշկա Հայաստանի հայության ինքնավորոշման իրավունքը մինչև անկախություն։ Եվ ունենք կարևոր պետությունը, որ բավական ասեղ դրավ մեր ճանապարհի վրա, Մեծ Բրիտանիանն է, որ բավական դժվարություն տվավ մեզի, որովհետեւ մենք այսօր մինչև այսօր դժվարություն գուտա մեր իրավունքները ճիշտ ձևով պաշտպանելու համար։ Այդ 4 հատ պետություններու վրա մենք անձամբ մենք այսօր արցախցիներուն հետ աշխատանք ունենք դանելու եւ երկու խոսքով քիչ մը վերջը կսեմ ցեզի ինչ աշխատանքներ կտանենք։ Անցյալական մսի ցեզի մարդուն իրավունքներու դատարանում կրանցված են 46 պետություններ։ Ներալյալ այդ պետությունները, որ նոր ներկայացնեցի ցեզի։ Հիմա այդ զորքը, որ ինքը նպատակներ ազգային բանակը ստեղծելու համար, մտավ ինքը նպատակ ուներ ուղղակի Քիլիգյան ազատագրելու։ Ինչ ըրին եւ ինչ Ֆրանսիա եւ ոչ մենակ Ֆրանսիա, Գրանդ Բրիտանիան ինչ որոշեցին անժամանակ, չուղարկենք ամիջապես Քիլիգիա, ուղարկենք Պալեստինիա։ Հիմա Պալեստին խրգեցին, մեր լեգիոնը Պալեստին ազատագրվեցավ, վերջը Սուրիա ազատագրվեցավ, վերջը Լիբանան ազատագրվեցավ, վերջնականապես Քիլիգիա ազատագրվեցավ եւ Քիլիգիան ազատագրելուց հետո արևելյան լեգիոնը դարձավ հայկական լեգիոն։ Փետրվար 1-ին 1919։ Հիմա 15 ունվարի 1916-ից մինչև 19 3 տարի իվեր աշխատեցան այդ լեգիոնը ստեղծելու համար եւ այդ լեգիոնը նույն ժամանակ խրգեցին մեր հայրենիքում այստեղ։ Նույն ժամանակ ինչ կատարվեցավ Արևելյան Հայաստանում, ասենք թե Կովկասյան Հայաստանում, ստեղծեցին Թիֆլիսի ազգային խորհուրդը, կուսակցությունները անդեղ, եւ կացին նույն ժամանակ Բաթումը կացին թուրքերուն հետ պայմանագիր կնքելու։ Նույն ժամանակ, որ մեր հայերը այստեղ թուրքերու դեմ կգրվեին, այստեղ մեր հայերը թուրքերու դեմ կգրվեին, անդեղ մեր հայերը նստած էին թուրքերուն հետ Բաթումի պայմանագիրը ստորագրելու համար։ Այդ պայմանագիրը ստորագրելը կնշանակե Զանգեզուր չի գա, Արցախնա չի գա եւ Սևանի գեսել չի գա։ Ինչ որ ովևէ ցևով գխոսվի իմա գույմա։ Ասենք թե իմա գույմա դուք ես կգտնվինք այդ ծրագրի մեջ, Բաթումի պայմանագրի ծրագրի մեջ, որ ստորագրեց այդ ազգային խորհուրդը Թիֆլիսի, ունիսի 4-ը 1918-ը։
Ադորամար ինչ որ մենք ապրել ենք այստեղ, ազատագրեցինք Կիլիկիա, ազատագրեցինք Արցախը։ Ֆրանսիացիները դվին Կիլիկիա, այս տերիստները դվին Արցախը։ Ասկացակ, ասենք թե մենք նույն ցևով, ասենք թե 100 տարվա հետո նույն ցևով մենք կշարժվենք հիմա։ Ընթացքում ինչ կատարվեցավ։ Ընթացքում մենք ունեցանք Արմենիան Հայաստանի անկախությունը, ճանաչված անկախությունը 30 պետություններու կողմեն։ Մենք ունեցանք Սովետ Հայաստանը ընթացքում, ունեցանք Արցախի ազատագրումը ընթացքում, բայց նորեն ինգանք նույն վիճակը, որ ունեցանք 1921-ից։ Ասենք թե Սովետ Հայաստանը առանց Կիլիկիա, առանց Արևմտյան Հայաստան, առանց Արցախ, առանց Ժավախնա։ Հիմա գտնվում ենք 1921-ի վիճակի մեջ, բայց մեկ բան կա։ Այն ժամանակ 1921-ից հայությունը ոտքի չգայնեցավ, ինչպես որ դուք ոտքի գայնեցաք, եւ դա չի բացիկ ոչ Ադրբեջանի դեմ, այն ժամանակ, ոչ Թուրքիո դեմ, ոչ Ֆրանսիայի դեմ, ոչ Գրանդ Բրիտանիայի դեմ, ոչ Ամերիկայի դեմ։ Դուք այն ժամանակ ոչ մի բողոք չի ներկայացրեցիք պաշտոնապես։ Մինակ քաղաքական դաշտում կուսակցությունները խոսեցան, ժողովներ ունին, ցույցերին դուրսը չուծեցին աշխարհի վրա, բայց իրավանական գործողություն երբեք չի կատարեցին։ Բայց դուք այս անգամ 2021-ից 22-ից ի վեր մոտ 100 տարից հետո դուք արդեն ներկայացրեցիք բողոքը Եվրոդատարանում եւ ուրիշ դատարաններու դիմաց։ Պետք է հասկանանք, որ այդ բողոքներու համապատասխան բավական բացասական դերեկությունները ստացակ, դուք ալ ստացակ, դուք ալ լսեցիք, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը պիտի իրենց հայցերը հանել դատարանի, դուք ալ լսեցիք, որ ուրիշ գազագերբությունները կան, որ հավաքում են ձեր թիմումները, հիմա այդ գազագերբությունները ներկայացնում են ձեր թիմումները դատարանում կամ չեն ներկայացնում ձեր թիմումները դատարանում, ասենք թե այդպես դարբեր մթնոլորտները ստեղծեցին, որբեսի որևէ չափով ձեր աշխատանքը նորմալ չի շարժվի։ Բայց պետք է հասկանանք այստեղ, որ ձեր հարցը չեն գնար բաժնվել ընդհանուր հայկական հարցի։ Ասենք թե մենք մեր կողմեն մենք չենք գնար բաժնվել, օրինակ, Արցախի հայության խնդիրը Արմենիան Հայաստանի խնդիրի հետ։ Բաժնվելը մեր ռազմավարության մեջ սխալ կայմն էր։ Ասենք թե կան, իմացանք, որ կա մեկ հատ պաստապանմը, որ ինքը կենտրոնացված է մինակ ձեր գույքի, ասենք թե ձեր դունի հարցերով եւ այլն, բայց ձեր դունը ուր կգտնվի։ Ձեր դունը կգտնվի Ադրբեջանի մեջ այսօր, կամ ձեր դունը կգտնվի ընդհանուր Հայաստանի մեջ այսօր։ Մենք հիմա որոշեցինք դիմել դատարանները, Աշվի առներով, որ ձեր դունը կգտնվի Հայաստանի մեջ, ընդհանուր Հայաստանի մասին է խոսքը։ Բայց ուրիշ գործողություններ կկատարվեն, որ իբր թե ձեր դունը կգտնվի Ադրբեջանի մեջ։ Ադորամար մեր աշխատանքի ցևը ուրիշ է, մյուսներու աշխատանքի ցևը ուրիշ է։ Ափսոս, բայց Արցախը չի ճանաչվեցավ որպես անկախ պետություն։ Այդպես եղավ։ Բայց իրականության Մինսկի գրուպի միջոցով Արցախը չէր ընդունված Ադրբեջանի, Մինսկի գրուպի միջոցով, որ կուզեն փակել Մինսկի գրուպը,
որ մինչև դեկտեմբերի 1-ը հետո կխոսիմ այդ մասին, եւ Արցախը ինչու չճանաչվեցավ իրաբանական դեսանգյունեն Ադրբեջանի մաս, որովհետեւ պետք է մենք դարբերվենք երկու գործողություն։ Հիմա որ հիմա կխոսիմ, քաղաքականություն կնեմ հիմա։ Հիմա որ կներկայացնեմ ցեզի, քաղաքական ձևով կներկայացնեմ։ Եթե իրաբանական ձևով կուզեմ ներկայացնեմ խնդիրը, ես ամիջապես պիտի փաստերը դրեի սեղանի վրա։ Ինչ որոշումները եղել են, ինչ ճանաչումները եղել են, ինչ աշխատանքները եղել են ձեր իրավունքները պաշտպանելու համար, դատավորները ինչ որոշեցին, ինչպես որոշեցին։ Սա իրաբանական գործողությունն է։ Քաղաքական գործողությունն է, բացատրությունն է, որ հիմա գնեմ քաղաքական գործողությունն է։ Հիմա ես ինչ ունիմ ասելու։ Մենք որոշեցինք չպաշտվենք Արցախի հարցը Արևմտյան Հայաստանից եւ այդպես դիմեցինք դատարանը։ Հիմա նայեցեք հիմա դակրկիր նյութը եւ որոշումը, որ այս որոշումը կուկա Հայաստանի Հանրապետության կողմեն։ Ձեր ուշագակիրը, ասենք մենք անցյալ անգամ, անցյալ տարի մենք հավաքվեցինք եւ ձեզի համար ուշագիրը պատրաստեցինք, այդ ուշագիրի որոշումները դուք գիտեք, գեդերը ամեն անգամ կգարտամ եւ կներկայացնեմ, ինչ դուք դիմեցիք, այո, դուք ինչ դիմեցիք մեզի եւ ինչպես դիմեցիք մեզի, որ մենք ձեզի պաշտպանենք ոչ որպես Ադրբեջանի մաս, մենք ձեզի պաշտպանենք որպես Հայաստանի մաս, բայց հիմա հասկացաք, որ երկու դպրոց կա, այսօր, գա դպրոցը, որ ձեզի կպաշտպանենք որպես Ադրբեջանի մաս, եւ գա մեր դպրոցը, ասենք թե, որ ձեզի կպաշտպանենք որպես Հայաստանի մաս։ Երրորդ դպրոցը որպես Արցախի Հանրապետությունը գներեք այդ դպրոցը, որ խոսում են այդ մասին, այդ երևում է, որ իրական չէ այդքան։ Իմի մենք Մինսկի գրուպի հետ կապված, այստեղ մենք միասին որոշեցինք, որ Մինսկի գրուպը գոյություն ունենա, բայց այստեղի իշխանությունը որոշել է, որ Մինսկի գրուպը փակվի, Ադրբեջանին հետ որոշեցին, որ Մինսկի գրուպը փակվի։ Պետք է հասկանանք, որ մենք անցյալ ամիս փաթեթ մխրկեցինք Ֆինլանդիայի, որովհետև Ֆինլանդիայի արտաքին գործոս նախարարն էր, որ այս տարի Մինսկի գրուպի նախագահ է։ Եվ մենք ձեր լիազորության իման վրա, ձեր մանդատի իման վրա փաթեթ խրկեցին Ֆինլանդիայի արտաքին գործոս նախարարի, որովհետեւ չփակվի Մինսկի գրուպը։ Պետք է հասկանաք, որ ամբողջ հայության մեջ, մինակ մենք ենք, որ այդ երկրորդ գեդը ոչ մինակ որոշեցինք, մեր կողմեն ուժ տվինք։ Հիմա այդ փաթեթը կգտնվի արտաքին գործոս նախարարության Ֆինլանդիայի։ Ինչու Ֆինլանդիայի կարևոր են մեզի համար, գիտեք։ Ռուսաստանի դեկրետը, որ ջանցավ մեզի դեկտեմբերի 29 1917, որպես ինքնավորոշման իրավունքը Արևմտյան Հայաստանի մինչև անկախություն, 1917 դեկտեմբերի 29, նույն դեկրետին մեջ նույն գործողություններին Ֆինլանդիայի հետ։ Ֆինլանդիանին անկախությունը ստացավ Ռուսաստանի կողմեն, այդ նույն դեկրետով։ Դա կրկիր էր մեզի համար իշեցնել Ֆինլանդիայի արտաքին գործոս նախարարության մեր ընդանուր դեկրետը, մեր անկախության դեկրետը, եւ իշեցնել, որ մենք, եթե այսօր Ֆինլանդիան անկախություն ունի, այդ անկախությունը ունեցել է այդ դեկրետի իման վրա։ Գուցեմ ասեմ ձեզի, որ դա կրկիր է, հարգելիները, պետք է հասկանաք, որ մենք փաստով կխոսենք։ Ռուսական դեկրետը գա կամ չի գա, 1917-ի, գա։
մայիս 28-ի իբր թե առաջին հանրապետության անկախության հայտարարությունը գա կամ չի գա։ Չի գա։ Կասկնակ գա քաղաքական վիճակը, որ մարդիկները նստած գխոսին եւ հայտարարություն մգնեն առանց փաստաթուղթով եւ գա բեդության որոշումը Ռուսաստանի կողմեն փաստաթուղթով, որ կճանչնա մեր ինքնավորոշման իրավունքը մինչև անկախություն։ Հիմա ինչ դե ֆակտո դե յուրե իրավիճակներն եւ մնացածը գոյություն ունի Հայաստանը, բայց դե յուրե հաստատված չի։ Չէ, դե ֆակտոն ալ չի կար իրականության։ Հիմա որովհետեւ գա դե ֆակտո քաղաքական ցևով եւ գա դե ֆակտո ճանաչված ցևով ուրիշ բեդության կողմեն։ Ադոր համար մենք ինչով շարժվենք մեր բողոքներուն մեջ ինչ տեղադրենք մայիս 28-ի հայտարարության որ փաստաթուղթ չի գա կամ պիտի տեղադրենք մեր ռուսական դեկրետը որ փաստով է որ գա հասկնակ երբ իրավանական եւ թատ կփանաս մի բեդության դեմ դուն պիտի ներկայացնես քեզի չէ Է ներկայացնելու ժամանակ պիտի փաստերով ներկայացնես, որ դու ինչ ես դուն, ինչ կշարունակես մինչև այսօրը։ Ո ես դու եւ ինչպես ասա։ Իհադե։ Ադորամար սա իմացեք, մենք այդ կոզողությունը կատարեցինք անցյալ ամիս։ Շատ իմքերով մոտավորապես 500 էջանոց պատետ մնե, որ խրկեցինք Ֆինլանդիայի վրա։ Հիմա ինչու խրկեցին ես չեմ ասել որ գիտեմ որ դեկտեմբերի 1-ը պետք է պատասխան տան ես ինչ մնաց 15 օր 15 օրվան 15 օրից հետո բոլորս պիտի իմանանք եթե ուզադրեցին Մինսկի գրուպը փակեցին կամ չի փակեցին եթե չի փակեցին պաշտոնապես եթե նորեն Ոևէ նույնիսկ կախդողալությունը աշխատում է, եթե կաշխատի, կնշանակի որ մեր շնորհիվ է, ձեր շնորհիվ է, որ ընդունեցիք այդ առաջարկը, մեր շնորհիվ է, որ մենք այդ գործողություն կատարեցինք։ 15 օր, իմացեք, քիչ մնաց։ Այդ գործողություն եթե դրական ցևով կավարտվի, եթե նույնիսկ գորիզմը լինի, այսինքն կախդողալությունը թող լինի, մինչև որ հարցը արդեն ավելի լայնը լա, մենք արդեն կրնանք ասել, որ սա առաջին բզդիկ ախտանակ մնե մեր ընդանուր քաղաքական աշխատանքի եւ իրավաբանական կողմեն, որովհետեւ Մինսկի գրուպը պետք ունենք մենք մեր ռազմավարության մեջ, ինչու Օդված 92 սևրի տաշնագրի իման վրա գրված է, որ սահմանները պետք է պայմանավորվեինք մենք Ադրբեջանին հետ, ոչ ուրիշին հետ, մենք Ադրբեջանին հետ։ Կամ պետք է դերությունները, մեծ դերությունները միջամտեն եւ անոնք հալ իրենց վրա վերցնեն այդ սահմանի իրականացմանը։ Հիմա մենք չհրավիրեցին մեզի, երբեք չհրավիրեցին մեզի, շրջանեցին մեզի, կնշանակի, որ մենք, որպես Արևմտյան Հայաստանը, պետք ունենք Մինսկի գրուպի, որպեսզի արդեն այդ դերություններու միջոցով սահմանները գծեն։ Ինչու համար պետք ունենք Մինսկի գրուպը, որովհետև Մինսկի գրուպը ինքը ստիպված պիտի ընդունի մեր ինքնավորոշման իրավունքը մինչև մեր անկախությունը, օրինական ցևով։ Եվ օրինական ցևով պետք է հասկանաք այստեղ, որ պետք է ընդունի երկրորդ կետը, բացի մեր ինքնավորոշման իրավունքը, որ արդեն իրականացրեցինք մենք, պետք է ընդունի, որ դուք բնիկ եք։ Ինչու համար շատ կանդրադառնանք այդ խնդիրի վրա, որովհետև այս տարածաշրջանումը մեկ հատ ազգ մգա որ բնիկ է հայերն են։ Հայերը
եթե բնիկ են, կնշանակի որ Ադրբեջան չգար եւ հայերը արդեն գաբրին այստեղ։ Այդպես ազգ կամ այդպես բեդություն կոյություն չունեն մեր մոտ, մեր դարաշքի վրա։ Ադոր համար մենք զոր ենք մեր ինքնավորոշման իրավունքով, բայց զոր ենք մենք մեր բնիկությունով եւ իրավաբանական տեսանկյունեն չեն գնար շրջանցնել այդ իմքերը որ եւ արմատները որ մենք կպաշտպանենք հիմա։ Հիմա աշվի առներով ադամեն ինչը եւ նայեցեք մեկ հատ բզդիկ ախտանակ բզդիկ ախտանակով գերտանք առաջ որովհետեւ ուրիշ ձև չունենք այս որոշումն է հիմա ինչ գրված է որ Անդրեասյանը ասում է որ Ադրբեջանի դեմ միջազգային իրավական միջոցները հետ վերցնելու վերաբերյալ քննարկումները չկան։ Կնշանակի նայեցեք Հայաստանի Հանրապետության բարոն Անդրեասյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության իրավաբանական բաժինը իրավական եւ միջազգային բաժինը եւ ինքը ինչ կսե նայեցեք նոյեմբերի 6-ը 19 օր առաջ գսե որ Հայաստանի Հանրապետության գողմեն հետ վերցնելը բաները հայցերը հիմա ուժի մեջ չէ կնշանակի որ բոլոր բողոքները բոլոր վճիրները որ իրականացվեցին ընթացքին մեջ նորեն ուժի մեջն են հիմա սա բզդիկ քայլն է որ մեզ համար կարևոր է ինչու կարևոր է որովհետև մենք ալ պետք ունենք որ բոլոր պետությունները մեր տիգուն կայնեն հիմա ված չէ որ Հայաստանի Հանրապետությունը որտեղ մենք հիմա ներկա ենք ված չէ որ ինքնալ հայտարարել է որ պիտի հետ վերցնեին բայց հիմա քննարկումների չկան ասենք թե ուժի մեջ չի ասենք թե կնշանակի նայեցեք քաղաքականության միջոցով գսեն պիտի հետ վերցնենք սա քաղաքականություն է բայց իրավաբանական տեսանկյունեն հետ չեն վերցնելու Ադորամար ես չեմ ուզում որ ամիջապես լավ զգան ուրախանանք եւ այլն բայց բավական հնարավորություն ունենք մենք որ Մինսկի գրուպը շարունակի իր աշխատանքը դեկտեմբերի 1-ից հետո եւ այստեղ իր օդվածին մեջ ինքը կներկայացնի իշքան աշխատանքները կան հիմա Ադրբեջանի եւ Թուրքիո դեմ դադարանի թիմած այդ նյութը կրնակ գտնել դուքալ կրնակ գտնել այստեղ ինչու Հայաստանը Հանրապետությունը հետ չի կաշելու հիմա որովհետև նորեն եւ նորեն Հայաստանի Հանրապետությունն ալասկացավ որ միջազգային դատարանի կողմեն վճիրները ուժի մեջն են հետ չեն վերցնում գասկնակ հիմա ադորամար ես գտիմեմ ձեզի հիմա գտիմեմ ձեզի գիտեմ որ դժվար է դարիները կանցնին արդեն 4 մեզի համար 4 տարի է առաջին բողոքը որ ներկայացրեցինք 4 տարի առաջն էր ձերերը հիմա կպատկերացնեք հիմա ձեզի անցյալական մսի մենք պիտի մտնենք հիմա արդեն արդյունքի դարվա մեջ դաշտի մեջ հիմա առաջին արդյունքն է որ այստեղի Հայաստանը չի հետ կաշելու իրեն բողոքները եւ Թուրքիո դեմ եւ Ադրբեջանի դեմ երկրորդը Մինսկի գրուպը կսպասենք պատասխանը կալամիս դուք ալ պիտի լսեք դուք ալ պիտի իմանաք սա մեր ախտանակն է հիմա դուք կրնակ բոլորին լսեք հետո եթե գաչողվի մեր ախտանակն է ոչ մեկը չի հավատա ձեզի ոչ մեկը չի պիտի հավատա ձեզի որ ձեր ախտանակն է բայց իրականության մենք այդպես
գործողությունները միասին կատարեցինք, որ կամաց մենք կհավաքենք եւ կբերենք մեր գողքը այդ բեդությունները, որ այն բեդություններու մասին է խոսքը, որբեսի տիկուն գայնեն մեր հայցերի, մեր բողոքների։ Այդպես այդ հարցով ես կուզեի անդրադառնամ ձեզի, եթե ձեր կողմեն հարցեր ունիք, ուրախ կլամ պատասխանելու, կամ պարոն Արուտունյան, ճիշտ բացատրեցի, ճիշտ հասկացաք ընդհանուր գրաֆիկը, ինչպես ինչ կկատարվի եւ ինչ կսպասի մեզի, մի բան ավելացնեմ։ Եթե մենք 4 տարի առաջ առաջին բողոքը մենք սկսել ենք, կնշանակի որ իմ չեմ գիտեր երբ պիտի դատավորները հավաքվեն, բայց նորեն 2026-ի մեջ գարաբարե որ արդեն առաջին բողոքի վճիրը դուրս գա։ Հիմա դուք ալ կպատկերացնեք, չէ՞, եթե առաջին բողոքի վճիրը դուրս գալ դարի, մյուս բողոքները նույն ցևով մենք ներկայացնեցինք եւ նույն ցևով ընդունվեցին դատարանի կողմից։ Բայց չէ, ցույց դամ ցեզի ինչպես ընդունեցին, անցյալ անգամ ցույց դրվի ցեզի դատարանի գայքում, ինչպես մեր բողոքները շարած են, մեկ-մեկատ ձեր անուններով եւ ընդունված են ընտասկին մեջն մի խոսքով։ Ինչ որ ես ցեզի կներկայացնեմ, ես շատ ուրախ կլայի, որ ուրիշները նույնպես ներկայացնեն ձեզի մեր ժողովրդին, բայց գերեվա որ ուրիշները ուրիշ ցևով կաշխատին, մեզի պես չեն աշխատում։ Խոսքը կփոխանցեմ ձեզ։ Նախ եւ առաջ ես կխնդրեմ որ Այո։ Եվ առաջարկներ կանոնաբար։ Այո։ Որպես առաջին 4 տարի առաջ ներկայացած եւ Արևմտյան Հայաստանի քաղաքացի ես տեղյակ եմ եղել ամեն ինչին առաջին իսկ օրվանից եւ բողոքներին եւ ձեռած գործի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ մեզ համար ամեն ինչը անում եք։ Մենք էլ ենք սպասում 4 տարի ոնց անցավ, որ ռեզուլտատը կլինի էլի։ Իսկ դրանից հետո, եթե մարդիկ հիմա չեն բանանում, այ որ առաջին իսկ ոնց են ասում, ձեռնակը դուրս կգա, առաջին որոշումը կտեսնեք ոնց են թափելու, սա ինչ փաստաթղթերը վերելու են այստեղ ասում։ Ես որովհետև գիտեք, դաժե շուշեցիների մեր, որ հասնել են սկզբում, չէ, ասում եք չի չես գալիս, ասում դե կլինի էլի, մեկ չեք հավատում, որոշները այդպես են ասում, գիտեք, դրա համար սպասենք էլի, ամեն ինչն է սպասենք, դեր շնորհակալություն, դեր անես աշխատանքի համար մեզ համար եք անում։ Ես եմ շնորհակալ ձեր վստահությամբ։ Այ որ առաջին իսկ ձեռնակը որոշումը կլինի, այն ժամանակ կտեսնեք երևում չեք կլինի։ Ես այդպես եմ մտածում, Աշոտյան կարող է որպես ասել առաջիններից նոմերն Աշոտը, որովհետև մենք բոլորի հետ շփվում ենք, թեկուզ ես որոշ ժամանակ այստեղ չեմ եղել, բայց հեռախոսը կա։ Այդ սպասեք, որ 26-ին ամեն ինչը կլինի, կամ չէ 26։ Շատ շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Այո։ Նույնիսկ պետք է նույնը ասենք, պարոն Աբրամյան, շատ շնորհակալ ենք։ Միակ կազմակերպությունը, որ սատար է կանգնած արցախցիներին եւ իրավական եւ քաղաքական ճիշտ ուղու վրա, եւ մենք չգիտեմ, հույս չէ, մենք լիահույս ենք, որ ամեն ինչ կհաջողվի եւ մենք ունենանք ամենակարևոր կետը անվտանգ վերադարձ Արցախ։ Ասեմ ձեզ, որ ես ինքս կողմ չեմ, որ պատերազմական գործողությունների միջոցով մենք հասնենք դրան, կուզեի ավելի քաղաքական խաղաղ ձևով վերադառնանք, որ չունենք այդ պատանիները զոհ տալու, ափսոս են մեր պատանիները, մեզ պետք է մեր ազգը բազմացնելու համար։ Այո։ Եվ այդ լեգիոնի մասին, բայց ես չգիտեմ ինչու հուշեց, որ միգուցե հիմա այն ժամանակն այդ լեգիոնը նորից ստեղծելու։ Այո։ Մեր պատմությունից մենք գիտենք, որ մենք ի վիճակի ենք
կռվելու սակավաթիվ զոհերով, նույնիսկ առանց զոհերի կռվելու, որովհետև մենք մեր տարածաշրջանը լավ գիտենք, մենք մեր ուժը լավ գիտենք, մենք տիրապետում ենք ռազմարվեստին, մենք ծնված ենք դրա համար, պարզապես չգիտեմ, լեգիոնի հրամանատարը երևի պետք է ճիշտ լինի, որ պատկերացնի ամեն ինչ եւ ընտրյալներ, մարդիկ, որոնք պատրաստ են ազատագրելու, բայց ոչ զոհվելու, ես կողմ չեմ դրան, ոչ զոհվելու, եւ չգիտեմ, պարոն Աշոտիեվ միշտ խոսում ենք այդ մասին, կամ այդ երիտասարդները կամ, նրանց անհրաժեշտ է համախմբել, նրանց անհրաժեշտ է արթնացնել, գիտակցությանը հասցնել, որ պետք է ժամանակն արդեն, չգիտեմ ինչ, չնայած գիտեմ ինչպես, համենայն դեպս, բայց մի ուրիշ բան էլ է ուզում ասեի ես, արցախցիների այդ մտածելակերպի վերաբերյալ, անտարբերությունը գիտենք ինչից է գալիս, որ անտարբեր են այսքան, էլի ես ձեզ ասել եմ, որ ինչքան ես փորձում եմ իմ շրջանակներում բացատրել ասել, ում մոտ ասում ես Արևմտյան Հայաստանի Հանրապետություն կա գոյություն ունի նախագահ, կա ազգային ժողով, կա ազգային ժողովի նախագահ կամ դեպուտատներ կան, կամահարանքով է վերաբերվում, չեն հասկանում ինչ է դա։ Ասετε մինակ դուք իրավունք ունեիք ունենալ, մենք իրավունք չունեինք ունենալ։ Ես կարծում եմ հավատում են նրանք, այս ամենին հավատում են նրանք, ովքեր անցել են դաշնակցության դպրոց, գիտեք ինչ մասին եմ խոսում, ովքեր անցել են այդ դպրոցով, ովքեր գիտեն այդ կռիվ տարիներ, հոգու կռվի, հոգու հայկականացման, չգիտեմ այդ ոլորտի կռվի, ովքեր որ տեղյակ են, ովքեր գիտեն, ովքեր վերաբերում են այդ քանին, նրանք հավատում են, այսինքն իմ նմանները հավատում են եւ վստահ են, որ դա լինելու է։ Իսկ նրանք, որոնք տեղյակ չեն դրանցից, չգիտեն ինչ է ազատագրական շարժումը, չգիտեն ով է Անդրանիկ Գոզանյանը, ով է Աղբյուր Սերոփը, ով է Գևորգ Չավուշը, ինչ է Լիսբոնը, նրանք, որոնք չգիտեն դրանց մասին, նրանք դժվար են հավատում։ Նրանք ավելի քաղաքենի են, ավելի 21-րդ դարի մտածելակերպով են, չգիտեմ, այսպես։ Այ անհրաժեշտ է այսպեսի մի հատ դպրոց մտցնել, ազգի ինքնագիտակցությունը վերակենդանացնելու, վերաարժևորելու համար, ես գիտեմ, որ սկսված է։ Չէ, բայց ճիշտ եք, ճիշտ գսեք, մանավանդ մեր խորհրդարանը ճիշտ դեղն է այդ գիտակցությունը ուժեղացնելու համար։ Իրականության նայեցեք, մենք ենք, ես եմ շոհագար, նորեն գսեմ, այո, ձեր վստահության շատ կարևոր է ինձ համար, գիտեք ինչ կա, մենք մեր իմքերը չեն գալիս կուսակցության կողմը, ովևէ կուսակցության կողմը, մեր իմքերը, ես ուղղակի գսեմ ձեզ, գալիս են Արցախից հարերից, իմ ընկերս ով էր, իմ ընկերս Կոմիտաս Դանելյանն էր, շատ նստեցինք, մենք բան էինք Արցախի ազատամարտիկների միության գրասենյակում, Ստեփանագերտում, նստած էինք, ցերեկ գիշեր կխոսենք միասին, ինչ ունենք, ինչպես ունենք, ինքալ երկու դղա ուներ, բռնա Բաքվի էին, և հիմա ողջ էին, արդեն ուրիշ խնդիր մներ, և միասին շատ կիսեցինք, շատ բաժնվեցինք, և էսի Կոմիտաս էսի ժամանակն է Արևմտյան Հայաստանի հարցով, մենք արշարժվենք, և սկսել ենք ծրագիր կազմել, և սկսել ենք մեր հռչակագիրը պատրաստենք ազգային խորհրդի, և Վարչոյի մոտ Շուշիում արդեն ամեն ինչ բացեր մեզի համար, մենք խնդիր չունեինք անդեղ, և ունեինք մեր գարմիր բերետները, ուրեմն ասեմ ձեզի, որ ինչ որ արմատները վերակայնեցինք Արցախից, ինչ որ մենք գործովեցինք Կիլիկիայից, մենք վերակայնեցինք Արցախից, ադորամար ինչպես ես գարամ բաժնվեմ խնդիրը, չեմ կրնա, ասենք ավելի լավ չսպաղվիմ ոչ մի բանով, կանտե
այդ երկու խնդիրները բաժնվեմ, առանձին մեկը հետո։ Բարոն Մակրոնը ասեմ ձեզի, մեկ հատ պատետ խրգեցի իր դեմը։ Ինչու։ Որովհետև Ֆրանսիա այստեղ կարևոր կետ մնե, որ հետ քաշեց եւ թողեց մեզի թուրքերու դիմաց։ Ֆրանսիան պայմանավորված էր, որ միջազգայինորեն, որ Ֆրանսիա մանդատ ուներ մեզի պաշտպանելու։ Ֆրանսիա չի պաշտպանեց, փախան, հետ քաշեցին, թողեցին մեզի թուրքերու դեմ։ Թուրքերը մտան մեր մեջ, կոտորեցին մեզի։ 150,000 Կիլիգիո հայերը կոտորեցին թուրքերը։ Մերոնքները նույն տիվը 150,000։ Բայց այս անգամ կարողացանք փրկել մեզի։ Դուրս եկանք այստեղ։ Կարողացանք մեզի փրկել։ Սա կարևոր քայլ է։ Մենք Արցախցի, ինչպես որ ասիք, Արցախցի հայության իման վրա մենք պետք է վերականգնենք մեր անվտանգության զորքը։ Այդպես կրված է ուզեք, չուզեք, մեր ընդհանուր պատմության մեջ կրված է, որ Արցախի հայության ինչու դուք ողջ մնացիք, ինչու համար ողջ մնացիք, որպեսզի կարողանաք վերականգնել ձեզի, վերածնունդ ունենաք, ադոր համար ողջ մնացիք, չմնացիք ողջ ուրիշ դեղ երտալու, դուրս գալու, մոռանալու Արցախը, ինչու մենք ողջ մնացինք ցեղասպանությանեն, ինչու, մինակ ասենք թե մեր լավ ժամանակներ անցնելու համար, կամ ողջ մնացինք ծառայելու համար։ Այո, մանավանդ, որ Ֆրանսիա իրավունք չուներ թողնել մեզի։ Հիմա Ֆրանսիան, որ գդրեց բարեկամական պայմանագիրները Շուշին հետ, Ադրուտին հետ եւ այլն, 2019 պատերազմեն 1 տարի առաջ ինքը չեր իմանար, որ պատերազմը պիտի լիներ, ինքը շատ լավ իմանար։ Գացկնակ, մենք ամեն ինչ արդեն երթով ցեվագերբեցինք եւ խրգեցինք։ Թող անոնք իմանան, որ մենք հայերս Արմենիան Հայաստանի կողմեն մանավանդ, մենք ամեն ինչ կհետևենք, չենք թողնելու ոչ մի բան։ Երկրորդ եւ գվերջանամ, խոսքուտամ ցեզի, պետք է հասկանաք, որ եթե դուք իրավունք ունեցաք ձեր կառավարություն ունենալ, ձեր խորհրդարանան ունենալ, բայց ինչու Արմենիան Հայաստանի հայերը այդ նույն իրավունք չեն ունենալու։ Մենք ալ իրավունք ունենք մեր պետականություն վերականգնելու, մանավանդ, որ մեր պետականությունը ճանաչված պետություն մնե։ Այդպես չէ, որ մենք առանց թուղթ ենք, մենք ճանաչված ենք, մեր պետությունը ճանաչված է, մեր կառավարությունն էլ ճանաչված է, եւ մենք խնդիր, մինակ մեր խնդիրը գիտեք ինչ է, ուժ գյանք բայել, դակ բայել մեր համագարկը, դակ բայել մեր համագարկը, որպեսզի կարողանանք այդ գրիվը տանենք, այդ բայկարը տանենք եւ տանենք իրավաբանական դաշտի վրա այս անգամ նախ, բայց հարգելիներս, առանց սպավելով մեր անվտանգությունը սուտ կլա։ Ձեր կյանքը բայելը, փրկելը, ապահովելը, ուժ, համապատասխան ուժ ստեղծելով անհրաժեշտ է։ Ամեն դեղ, այստեղ անհրաժեշտ է, չեք գիտեր վաղամիս որ այստեղ ինչ կարա պատահել, մանավանդ որ շատ վատ դեղեցություններ կան։ Ես պատերազմի չեմ հայտարարում ոչ մեկին, մինակ ես կխոսիմ
մեր անվտանգության մասին։ Մենք մեր երիտասարդները, մեր ուժեղ երիտասարդները պետք է հավաքենք, պատրաստենք, որպեսզի թիկուն կայնենք մեր ընտանիքներում։ Մեկը մյուսին կապված է, իրավաբանական դաշտը գրվելը եւ մեր անվտանգությանը ապահովելն։ Մանավանդ եթե վաղը միշտ գուզենք, որ վճիրները իրականացնենք կամ արդեն հնարավորություն ունենանք այդ վճիրները առաջ տանելու, պետք է մենք միշտ պատրաստել լինենք։ Այո, կներեք։ Շնորհակալություն բոլորից։ Դեզայնից եկოს արագ որ կարողացանք նախնդել այսպիսի մի կազմակերպություն։ Հետո եթե մենք գտնվում ենք 1917 թվի իրավիճակում կամ 21 թվի իրավիճակում, մենք այս անգամ, քանի որ ընկել ենք նույն փոսը, այս անգամ պետք է մենք սխալները ուսումնասիրենք ու ճիշտ ուղղության վրա գտնվենք։ Պետք է առաջին ապացուցենք, որ մենք ոչ թե խոսակցություն, ապացուցենք, որ մենք բնիկ ենք։ Հետո ապացուցենք, որ այս մեր երկիրն է, հետո ապացուցենք, որ մեր տունն է, հետո ապացուցենք, որ պիտի վերադառնանք ու ապացուցենք, համոզենք, ապացուցենք, որ մենք այստեղ պիտի ապրենք։ Այո։ Դա երկար ճանապարհ է, պլանավորված, ծրագրավորված ճանապարհ է, հեշտ չի։ Ամեն մի էտապ ամենակիչը 5 տարի ժամանակ ունի։ Այո։ Որովհետև սա ոչ թե կրվելով է, այն իրավական դաշտով է, դե յուրո է, դե յուրոն պիտի ապացուցի, որ դե ֆակտո առանց պատերազմի հասցվի, թեկուզ պատերազմն էլ է լինելու, շատ մարդիկ սենց չեր արել, արի կոտոնարի մնա, տենց չի, բայց ես մի բան էլ կա, նունիք հեքյաթը հայկական է, Ղարաբաղի հեքյաթն է, եթե փոքրիկ 5 տարեկան նունիկը կարողացել է 3 արջի հետ 7 օր մնա ու արջին խափի շալակաստանի իրաստու արջիներ շներոց անի, մենք բոլորս մունիկ ենք, թե եկ, թե որց, ուղղակի պիտի ճիշտ մտածենք։ Ապրեք, ճիշտ եք։ Ոչ թե պայքարենք, տուն ունենանք, մեբելի համար պատերազմենք, տունն էլ վարի տանք, այլ պետք է ճիշտ մտածենք։ Ճիշտ մտածել համար։ Բոլորս մի գաղափարի կլինենք, ու ճանապարհով շարժվենք։ Ադոր համար մեր գաղափարախոսությունը այդպես է, ճիշտ մտածելու համար մենք չի պետք է օգուտ վերցնենք Արցախից, մենք պետք է դանք Արցախի։ Ասենք թե չէ, մենք ապացուցվենք, որ վայելենք։ Այո, վայելենք։ Պետք է ապացուցենք, որ վայելենք։ Այո։ Այդ շատ եք տվել։ Մենք արդեն պիտի ապացուցենք, որ վայելենք։ Նայեցեք։ Յուրո պիտի ապացուցենք, որ դե ֆակտո վայելենք։ Մենք գրնայինք 30 տարվան մեջ, ոչ 150,000 ժողովուրդ ունենանք Արցախում, 300,000։ Կասկնակ խնդիրը է, որ քաղաքականության մեջ է։ Այո, ադոր համար մենք բեդություն ենք եւ բեդություն պիտի մնանք։ Եթե վաղը մյուսօր այստեղ եմ կշարունակեմ, եթե այստեղ չեմ, դուք պետք է շարունակեք։ Այդ բեդությունը դուք պետք է շարունակեք։ Ինչ որ ես կրնամ մնեմ, ինչ որ պարոն Արությունյանը կրնաներ, ինչ որ դուք կրնակնել, մենք պիտի անենք։ Բայց դուք պետք է իմանաք, որ սա ձերն է։ Այդ բեդությունը պետք է շարունակենք։ Մենք նայեցեք, այսօր այստեղ ունենք մենք 20 միլիոն հայություն։ Այստեղ 20 միլիոն հայություն ունենք։ Այդ հայությանն հետ կապված գործ չունենք անելու, ունենք անելու։ Այդ հայությունը ինչ պետք է անենք, անոնք երացել են մեզ ոևէ չափով, մշակույթի չափով, լեզվի չափով, այս անոնք շատ կցանկանան իրենց հայությունը վերականգնելը։ Մենք
Մենք միասին։ Արևմտյան Հայաստանը։ Այո, եւ շատ են եւ այրենասեր են, բայց պիտի մենք իրենց տաստիրագենք։ Մենք վարիանտ տան, որ մենք պիտի իրաց վարիանտ տան, որպեսզի իրանք հասկանան իրանք ով են։ Արդեն գիտեն։ Մենք պետք է տաստիրագենք իրենց մեր դեսագը առաջ տնելու համար։ Հիմա այստեղ հայություն կա։ Ամենեն մոդիկն է։ Մեր աբական չի կարա չի լինի առանց այդ հայությունը։ Իմացեք, եթե կմտածեք, որ 100,000 Ղարաբաղցի հայով մենք կարանք այդպես շարունակել, դա ճիշտ չի։ Հիմա անոնք մեր ժողովուրդն է, մեր ազգի անդամ են եւ ունենք նալ բավական, ասենք թե Թուրքի հայության մասին մեծ թիվով Թուրքի հայություն մասին բավական հայություն կա Ռուսաստանի հայությունի վրա աշխատանք ունենք տանելու որովհետեւ անոնք իրենց արմատները պաշտպանեն կուզեմ ասեմ շատ մեծ քաշ ունիք դուք ձեր վրա շատ մեծ պատասխանատվություն ունիք ձեր վրա եւ այդ պատասխանատվությունը մինակ պետական մակարդակով կարող եք դանել ամանքային կամ չգիտեմ ինչ էթնիկական փոքրամասնության կամ գորոնական փոքրամասնությունով չեք կնա դանել այստեղ ամախմբվածություն չի լինելու Ջանս, ամախմբվածություն չի լինելու, եթե մեր խնդիրները չեն կիսելու։ Ես կիսեմ քու խնդիրի կյանքը, դու կիսես իմ խնդիրի կյանքը։ Ամակորզակցություն այդպես կսկսի։ Ես չեմ գնար ձեզի միանալ, եթե չեմ զգամ ձեզի մեջս։ Դուք չեք գնար զգալ միանալ ինձ, եթե Արմենիան Հայաստանը չեք զգալ ձեր մեջը։ Եթե Հայաստանը Արմենիան Հայաստանը առանձին խնդիր մնե։ Եթե Արմենիան Հայաստանը առանձին խնդիր մնե ձեզի համար, դուք չեք կնան միանալ մեզ։ Պիտի մենք հասկանանք, որ նույն խնդիրի մեջն ենք, եւ ինչ որ կատարվեցավ 1921-ը, կատարվեցավ 2021-ը։ Հիմա դուք հասկացաք մեր ռազմավարությունը։ Որովհետև մենք մեր հնարավորությունները տեղադրեցինք ձեր իրավունքները պաշտպանելու վրա։ Հիմա անշուշտ կա մոդիկ աշխատանքներ եւ կա երկար աշխատանքներ։ Հիմա մենք ամիջապես դարիները նայեցեք ինչպես կանցնին։ Սկսել ենք երկար աշխատանքներով վրա զբաղվել։ Հիմա միշտ մենք ես ցեզի մենք գորիսմը կազմակերպենք նույնիսկ ոևե կազմակերպության անունով, որպեսզի զբաղվի կենտրոնացվի այդ տիկունքային օժանդակության ծրագիրներու վրա։ Բայց դուք պետք է ձեր վրա վերցնեք այդ կազմակերպչական գործը, ադոր համար ես պիտի անդրադառնանք այդ հարցով մեր պատգամավորներուն հետ, դեսնենք ինչ կրնանք անել։ Ձեր մասնակցությունը կարևոր։ Քիչ ժամանակա որտեղ այդ միջակայքում լոքսել հիվանդը մինակ ջարերը հսցինից չկնենք։ Դուք տեսել եք ես տարոպես կալիսն բազմոտերս չի։ Ես գնամ հասկանամ, բայց մի մոռանաք, որ ես նայեցեք, ես չեմ ուզում այդ օժանդակությունը չի պետք է լինի բարի գործականը։ Այդ բարի գործական բաների մեջ չեմ ուզում, որ մենք մտնենք։ Մենք մտնենք օժանդակության խնդիրներին մեջ։ Ասենք թե ինչ, դոպրոց բանանք, մշակույթը պաշտպանենք, ասենք թե մեխանիզմները մեջտեղ բերենք, օրինակ ձեզի կորզ դալու, այդպես
ասենք թե մեր համագարկը նույն ցևով ուժեղացնենք այդ ճանապարհով։ Ես գուզեի շնորհակալություն հայտնեմ ցեզի, կարևոր է հիմա մենք նորեն միշտ անգամ որ գամ նորեն գմյանանք, որպեսզի տեսնենք այդ Մինսկի գրուպի կամ այդ բոլոր բզիկ փոփոխությունները որ կսպասենք, եթե ուժի մեջ մտան եւ տեսնենք ուրիշ դրակիր մնալ ունենք, որովհետեւ ունենք ընկերներ, որ հիմա բոլորը հայ չեն, որ բավական աշխատին ձեր իրավունքները պաշտպանելու մեկ հատ ծրագիր ունիմ, որ բերեմ այստեղ այդ ընկերները, որ ձեզի հետ շփվեն մեկ անգամ։ Այդ ընկերները, որ օրինակ Շվեյցարիայի խորհրդարանին մեջ կաշխատին կամ տարբեր տեղերը որ կաշխատին։ Հիմա իրականության մեր ժողովուրդը ինքը պատրաստ է գնալ Արցախ, եթե մենք կսպասենք իրենց անվտանգությունով։ Բայց ով պիտի հիմա ես դառնում եմ այս Հայաստանի ժողովուրդը։ Չէ, մեր մասին է խոսքը։ Մենք, եթե մենք կսպասենք մեր ժողովրդի անվտանգությունով, մեր ժողովուրդը կվերադառնա։ Նախ պիտի թաշտը պատրաստենք մենք, որ ինքը կարողանա վերադառնալ։ Երկրորդը, ես ատկան, ասենք թե վճիրները, Բաքվի վճիրները կասկնամ, բայց ինձի համար ինչու ատկան կարևորություն պիտի դամ Բաքվի վճիրներու վրա, ասենք թե այս թատրոնը, ինձի համար թատրոնը է։ Այո, այս թատրոնը ինչու ատկան մենք պիտի կարևորություն տանք, ինչ որ կատարվեցավ, մենք այդ մարտիկները, որ մեր ծանոթներն են, հիմա Հարայիկի մասին, Բաքոյի մասին եւ այլն։ Մեր ծանոթներն են, այո, անոնք շատ մեղքեր ունին, իմի եթե մենք դատարան ունենք, ինչու բայց մենք դատարան չունենք։ Ինչու մենք Արմենիան Հայաստանում դատարան չունենք։ Սա մենք պետք է մտածենք այդ մասին։ Որովհետեւ եթե վճիրը ունենք մենք ներկայացնելու որևէ մեկի դեմ, մենք չսենք Բաքվին լավերին։ Մենք մերը ունենք եւ մենք մեր վճիրը ներկայացնենք։ Ասենք թե մենք դատենք այդ մարտիկները, որ անցակորզեն մեր մոտ։ Այո։ Չէ, մենք ունենք այդ իրավունքը մեր դատարանը ստեղծելու համար եւ նույնիսկ ռազմական դատարան տողալա մեր կողմեն ռազմական դատարան տողալա դրա համար մենք վերցնենք մենք ունենք մենք ստեղծենք չսպասենք որ Բաքուն ընե կամ ուրիշ Իստանբուլը ընե կամ Անկարամը ընե Այսա տեսեք տաշիր սամեն ինչ են անում Մարդը դուրս է մեր խոսած մարդու հակի կայպեր է և աղաչ εμείς ուրիտ է մեր արարուճը Հայաստանը ոտքի կանի և պահանջ ներկայացնի Մեր տեսնենք որ ինչ են ասում այդ ստրի աղացյան ասում ինչ են ասում Այո Լծվիստը Այո, բայց Դա երկում մարդալություն ավագար, և դա բոլորը գալիս է գտեք որտեղից, դուրսից է գալի Դա բոլորը դրսից է գալի, բոլորը գիտեք իչա, խեղճացնեն, չթոնեն, որ սը շուշաշեն Ցավը կարողորություն չունենք մենք ստը Դոր համար կասկնակ, որ ուժի հետ կապված է Եթե մենք ուժեղ ենք, եթե մենք ավելի ուժեղ ենք, եթե մենք գարանք 10,000 հոգի հավաքենք, կամ ավելի, ոչ մեկը չի խաղալու քեզի հետ։ Օրինակ, սա միայն պետք է կատարվի դրսում, արտասահման։ Արտասահմանը ոչ մեկը չի գալիս ասի, ինչի ես զբաղվում դու ես գործում։ Միայն դա գործում ունի։ Ես 92 թվականին միայն զանգով ասենք թե սպարապետից խոսացի, վազենսից է։ Ասա պրոմոն տղեկին կարիք ունենք, դու գնացիր միացան նամներ, ասի միատ հեռագիր ուղարկեք, դու ես կարողանում դամ։ Եժանակ չկար ես հեռախոսները, մաները,
ինչ որ Աֆղանստանից արել, որ ինչ որ պետք է դες փոխկաստած։ Դե եկա դրեցին ամեն հաջողությունով հասան։ Եվ հիմա ցավում է, հիմա ես ցավում եմ, որ մենք ինչ որ արել ենք այն ժամանակ, կորցրեցինք, ո՞ր դիտեք ոնց կորցրում։ Առանց ոչ մի բան։ Նվիրատվություն։ Ապրեք։ Նա Դավիթ Համբարձումյանին դատել էր մեր 18,000 արցախցու օգնել է, ընդունել է Մասիսում, շատ է օգնել է, դրանք մարդ դատել է։ Հիշեցիք մի րոպե ես խնդրում մի պետ հաշվի արեք, ես միշտ ասալ եմ, որ կա մեր դաշտը և կա ճահիճը։ Եթե մենք մտնենք ճահիճը, խեղդվելու ենք։ Մենք մեր դաշտում աշխատում ենք։ Պարոն Աբարամյանը ասում է, որ ինչքան մուքիրան լսալ ենք, հաջողություն է։ Հիմա եթե մունք են շկոլան, որը փորձ ենք բացել, ժողովուրդ կգաք, սկսի պարապել ես մեկ, դե ոչ մի ճահիճի հետ էլի կապ չունի, էդի մեր դաշտն է, մեր դաշտում ենք աշխատում։ Եվ այն որ նախնական փուլում էր կրված տղաների մասին, ես դրա համար հոգնակ իմի ասել դաշնակները, որտեղ դաշնակները կա վերնախավ, որ թուրքերի հետ համագործակցություն և կա Արցախը պաշտպանած սովորական զինվորներ, որոնք կյանքը տվալ են։ Ինձ համար դաշնակը Աշոտ Բեկորն է։ Այո։ Աշոտ Բեկորին ոչ որ չի կարա իմ կողքին բան ասի։ Աշոտ Բեկորը դա Աշոտ Բեկոր է, դա մեծություն է։ Ես սկզբում իրան եմ ճանաչել, հետո եմ Մոնթե Մելքոնյան ճանաչել։ Հոգնակի չխոսանք, գիտեք ոնց է, մեր դարդերից ենք խոսում, լի։ Ընդունեցի դուք, որ ինչ ասացիք, էդ ինչ դուք ասում եք Արայքին, ես Արայքին ուղիղ դեմքին եմ ասել 21 թվին, ուղիղ իրամոտել եմ, ինչ հարկավոր է ասել եմ։ Նույնիսկ ես մտածել եմ, որ հիմա ինձ կձեր բակալ են կտանեմ, բայց այդ կակեբեշնիկը, որ մտոցավ ինձ, ասեց Շահումյանի արձանի մոտ ասում աղբեր, գնանք մի հատ զրուցենք, ասում այդ նոր բռնելու ձևը, ասում չէ, նստենք բան ունեմ ասել։ Նստեցի, ասում աղբեր, ինչ ասել ես նստել ենք։ Էլ մեր, էլ քույր, էլ ինչ ասես, սա հայհոյել եմ ես իրա։ Ասել եմ դու ես ժողովրդին բերել հավաքել ես տեղ ու պաշտպանության մասին չես մտածում, ես եկել եմ ինձ հնարավորություն տուրանելու։ Չի տվում։ Հիմա մենք այսօր մի հատ կետ ենք գտել, այս հենակետ, այս դիվիժենի Պարոն Աբարամյանի միջոցով անում։ Բարդ բան է Եվրոդատանում հայտ ներկայացնել և սպասել, թե այս այգու տարուց հետո քո հարցը լուծվելու է։ Այն ժամանակ հիշվեք Պարոն Աբարամյանը ասել է Աշոտ դեպի 10 տարի աչքիդ առաջ կան, ես ասի 20 տարին եմ աչքիս առաջանում, որտեղ ոչ մի բան չի արվում Հայաստանում ու չի արվելու, բայց գոնե մենք հոգու խորքում կասենք, որ դատ բացեցինք։ Ու դուք պատկերացեք Ադրբեջանի վայնասունու, երբ որ մեր հենց դատը գնաց Ադրբեջանը վայնասունու բարձրացավ։ Ես հասկացա, որ ճիշտ ճանապարհ եմ գնում։ Հիմա եթե մեզ պետք լինի, ես նորից եմ ասում, ես ծրագրի ես կներկայացնեմ, Պարոն Աբարամյան, այնտեղ մի քանի թվեր է մնացել, ճիշտ է, պրոստը մի փոքրիկ ներկայացնեմ, որ դուք պատկերացեք ինչքան դժվար գործ է։ Պարոն Աբարամյանը ինձնից խնդրեց, ասեց Աշոտ, սենց մի հատ ինֆորմացիա, վիճակագրական։ Այո։ Արցախի ոչ մի կառավարական մարմին մեզ չի տրամադրել ոչ մի տվյալ։ Ես ստիպված եմ եղել շրջանցող ճանապարհներով տվյալներ վերցնել։ Ես գուզեի այդ կողմին շնորհակալություն հայտնեմ բարոն Արութունյանին, որովհետև այդ վճարականը շատ կարևոր է աշխարհնելու համար ինչ վնասները ունեցակ, ասենք թե ամեն մեր շրջանի մեջ ինչ վնասները ունեցակ, այդ կողմին շատ լուրջ աշխատանք եղավ եւ այդ աշխատանքը ես կրնամ հիմա դատարանում ներկայացնեմ։ Մենք երևի թե առաջի անգամա էլի հայոց պատմության մեջ, որ չմոռացանք Հյուսիսային Արցախը։ Շահումյանցիների դատն առաջ տվեցինք, Շահումյանի ջոկատի տղաներից ռազմետչիկ եկավ ստեղ, Պարոն Աբարամյանի շնորհակալություն հայտնեց, ինքը ասում է, ես հիմա դիրքերում առաջին իսկ ձեր կանչով ես պատրաստ։ Մեր տարիքի մարդ։
Ուզում ասեմ ինչ էլի, մենք կամաց եկել ենք մի լավ կարևոր եզրահանգման։ Մենք համահայկական մտածողություն ձևավորում մեր մեջին, մենք չենք ուզում տարանջատել, մենք չենք ուզում ասել, որ այս Հայաստանը վատն է, ոչ։ Այս Հայաստանում մի քիչ վատ ղեկավարներ են եղել 30 տարում Հայաստանը կարելի է 10 միլիոնանոց երկիր սարքել, Ղարաբաղը կարելի է 5 միլիոնանոց երկիր սարքել, չեն արել։ Հիմա չգնանք քարկոծենք, ասենք, հա դե դուք էդ էլ էլի գործ անելուց հրաժարվելու ձևը։ Մենք հենա գործ ենք անում իրավաբանական դաշտում եւ ուրախալի է, որ պարոն Աբրամյանը ցույց տվեց Հայաստանի իրավական դաշտի աշխատողը, ասում եմ մենք գործը հետ չենք վերցնում։ Այսինքն ստացվում է, որ այս կառավարությունն էլ է խաղեր է տալիս ինչ-որ, ինքը տեսնում է, որ մենք հաջողության ենք հասնում, ինքն էլ է ուզում ժողովրդին ցույց տա, որ այսինքն մետրի առաջ, որ դու դնում ես 90 սանտիմետր, երևում է, որ մետր այն է, էլի դու 90 սանտիմետր ես, բայց որ մետր 15 ես դնում, երևում է, որ դու մետր 15 ես։ Մենք գնանք դրական աշխատանքներով, մարդիկ սխալվում են, փորձենք ուղղել իրան, չքարկոծենք, ասենք, հա, դե դու ինչ շան որդի ես սխալվալս, չէ, սխալվալս, ինքապես սխալվալս, այս ուղով եթե գնաս ճիշտ է, չէ, քանի հոգի ես մեր արցախցիներին ասալ, ասում, լավ ես արել, որ թղթերը տարել ես հանձնել ես, ես ինչի, գիտենք ում ես հանձնել, գիտես որտեղ է քո թղթերը, ասում, որ ասեն, աթորը տակ նստած, ու չի շարժում, աղբեր բեր գործընթաց տանք քո թղթերին, խի ես տարել թաքցրել, հիմա վաղը դու կդիմես մեզ, կարող մենք հրաժարվենք, ասենք չենք անում, 100 հոգու համար արել ենք, օրինակ, վсё հոգնել ենք, չենք անում, կարանք չէ այդպես ասենք, բայց պարոն Աբրամյանը Արցախի համար արյունթափած հրամանատար է, մենք էլ զինվորներ ենք, իմ բարեկամներից մեծ մասը իր մոտ ծառայել են, բոլորին էլ ես հարցել եմ ինչա ոնց է, ինձ ասել են Աշոտ ինքը շատ խիստ հրամանատար է, բայց սպրավեդլիվ արդար մարդ է, իրան հետևեք գործերը լավ ալնում։ Հիմա բերեք հետևենք, ովքեր որ չգիտեն, որ սենց գործնեություն կա, հայտնեք իրանց, թող բերեն, հանձնեն, նենց չէ՞ որ այդ գործերը սարքելն են, շատ դժվար է այդ գործերը սարքել։ Սարքում ենք այս պակետները, ու պակետներով պարոն Աբրամյան տանում։ Ներեք ամենակարևորը մեր Արցախի երիտասարդ ուժն է, որ պիտի բերենք ստեղ, մեր երիտասարդներին։ Իրանք աշխատանքները, որ շատ դժվար է իրանց համար, ես շատ ջահելներ հետ եմ զրուցել, չեմ ուզում բացեմ, էլի շատ փակագծեր, իրանք էլ են պատահում, բայց օրինակ մարդ ասում է, Աշոտ ես լավ ես գործից դուրս գամ ձեր մոտ, տունը կարողանալու ես ապահովել, ինքը չի ասում է բան, ասիկն ես հիմա այս օրինակ չեմ կարող ասել, դե գործը թող արի մեր մոտ, չէ, մենք կամաց սենց, հիմա պարոն Աբրամյանը հետ մի փոքրիկ հարց քննարկեցինք, ասի այդ հարցն ենք քննարկելու, մեր տղաներով, աղջիկներով, քայլ, էլի սենց 10 սանտիմետր առաջ գնանք, բայց գանք, որ շատ ամուր ենք առաջ գնացան, ներողություն տիկինոզմա։ Հնարավոր է օրինակ, որ մենտեղ թղթերը հանձնալն, նորից իրավ տարաուչ։ Ես 25 թվականին Լսիք չեմ ուզում իրանց քարկոծում, պրոստը ծզասեմ, բերեք հանձնեք մը։ Մերը, պարոն Աբրամյանը ամեն գալով, բեղմ ասած հաշվետվություն է, ասում է, ընթացքի մեջ հա, ինչ խութեր կա, խութերի մասին մենք չենք պատմում իհարկե, խութերը մեծ է, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ միլիարդներ է ծախսում, որ մեր այս գործը զորոսարք, միլիարդներ է ծախսում, ինքը դիմա, որ թալակն անգել։ Մենք էլ մեր բարի կամքը գոնե դրսևորենք այս մարդուն, ասինք այո, լիազորում ենք քեզ դրանով զբաղվել, ովքեր հանձնալն լիազորալն, այդ մարդկանց գործերը նա Եվրոդատանը։ Լիազորեցեք, ինքը ծոց պաշտպանում։ Например,
կարիմ ես իրա դրակը։ Հաշը չի։ Դեր ասում տղաս Իրեն- իրա թղթերը ներկայացնեն։ Բայց իրեն անունով է, Հա, իրեն անունով։ բայց դեղանաստիճ չէ, Երևի գնացել է սեզոն, էլի, հիմա բայց ինքը կարա ստորագրել, չէ ինքը կարա Մենք ստորագրել։ Կամ լիազորագի տակыз դուք Չէ, լիազորված եք։ գապ չունի, եթե ինքը աստեղ է կամ աստեղ չէ, Իրա անունից ես կարամ ներկայացնել։ չէ ինքը պետք է ստորագրել եւ իրեն փաստաթղթով պիտի է։ Ստանաս հետո։ Դունը իրեն անունով է, ինքը պետք է իրեն պասպորտը դա, ինքը պետք է ստորագրել, դուք կներկայացնեք։ Դի այդ քաղաքացիություն։ Այո, ինքն ալ գտնունի քաղաքացիություն, ինքը գտնունի։ Այո, Իսկ եթե ես ընդունեմ իրա անունից ներկայացնել։ իրեն անունը որ ներկայացնես, բամը չի փոխվելու մեզի համար, որովհետև ինքն է դերը ադամեն ինչի, բայց ինքը ներկա է, չէ, ուր մի դեղ մնե։ Ուկրաինայից թող խրգե, լիազորություն կխրգենք իրեն, ինքը կստորագրի, կխրգե մեզի։ Բայց քաղաքացիություն դիտի ունի։ Այո, բամը չի փոխվելու իրեն համար։ Իսկապես բամը չի փոխվելու։ Արևմտյան Հայաստանի քաղաքացիությունը կընդունի։ Եվ վերջ։ Ինքը կստանա իր, դուք կվերցնեք իրեն ID քարտը։ Մինակ ինքը պետք է լրացնե թիմումը, ուրիշ բան չունի ունելու։ Նա կարող է պասպորտը։ Այո։ Պասպորտ ստանա, ասի պասպորտը, Արևմտյան Հայաստանի քաղաքացի։ Հաստատները Եղավ հարգելիներս, շատ դեշտ է իրականության գործը շատ դեշտ է։ Մենք կրնանք ամփոփել մեր այսօրվան ժողովը, ուսունին որ օգտակար եղել է ժողովը եւ շուտով նորեն կհանդիպենք լավ լուրերուն համար։ Ժողովությունից։